Վայ, մայրիկ ջան, տես, բակն ու դուռը լի, ինչքան սպիտակ թիթեռ է գալիս, այսքան շատ թիթեռ չեմ տեսել ես դեռ, չէ իմ Անուշիկ, թիթեռներ չեն դա, թիթեռներն անցան ծաղիկների հետ, էդ ձույնն է գալիս, փաթիլն է ձյունի, որ կարծես սպիտակ թիթեռնիկ լինի, սիրելիներս, տեսնում եք, ինչ սիրուն ձմեռ է մեզ մոտ, այս գեղեցիկ ձյան մանկական բանաստեղծությունով էլ սկսվում է այսօրվա մեր հոլովակը, ողջույն իմ շատ սիրելի բարեկամներ, սիրելիներս, տեսնում եք բնությունը ինչ անակնկալ է արել մեզ, ձույնը գիշերվանից առատորեն գալիս է ու գալիս, իսկ մենք էլ որոշել էինք, որ պետք է արդեն հողամասը մաքրենք, փոցխենք, ծաղիկները տեսնենք, չոր մասերը, խաղողը բացենք, լավա չենք բացել սիրելիներս, որովհետև ձույնը դեռ գալու է, օդերևաբանները հաղորդել են, որ պետք է ձույն լինի, իսկ վաղը տաք կհալվի, նորից ցեխ, նորից պետք է սպասենք, բայց ոչինչ, ինչ կարող ենք անել, ոչինչ, կսպասենք, դեռ շուտ է տնկելու համար, բայց կմաքրեինք, որոշ չափով պետք է մաքրենք, աշնանը մաքրել ենք, բայց դեռ էլը գործեր ունենք անելու, եղանակը տաք է, ասեմ, որ ցուրտ չի, շատ տաք է, բոլորիս աստվածային օր եմ մաղթում, շատ առողջություն և ջերմություն, կհանդիպենք սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստել հայկական գաթա, ոչ թե մածունով, այլ թթվասերով, տարայի մեջ լցրել եմ 4 այսպիսի բաժակ մաղած ալյուր, մեկն էլ թողել եմ, որ հենց հարկավոր լինի, ավելացնեմ, 2 այսպիսի աման, թթվասեր, 2 պաչկա մարգարին 60%-անոց և 200 գրամանոց պաչկաներ են, հարգելիներս, 400 գրամ, 4 ձվի դեղնուց, 1 պակետ վանիլին, 1 պակետ փխրեցուցիչ, խնդրեմ փխրեցուցիչը լցնեմ ալյուրի հետ խառնեմ, ինձ մոտ թթվասերը 600 գրամ է, քերիչով, սիրելիներս, պետք է քերենք մարգարինը, պետք է մարգարինը սառը լինի, որ քիրվի ալյուրի հետ, խնդրեմ, այսպես ալյուր ենք լցնում, քերիչով անցկացնում ենք, սիրելիներս, տեսակ եղանակը, ձուն, քամի, սա էլ մեր անակնկալն էր բնության կողմից, ինչ անենք, բայց օդը մաքուր, պարզ, դեռ գալիս է, հաղորդել էինք, գիտեինք, որ պետք է ձույն լինի, բայց դեռ ոնց որ հավատներս չգար, բայց եկավ, անցած տարի էլ ձմեռը մինչև ապրիլի վերջ շարունակվեց, մայիսի կեսերից հետո նոր ես սացիլները դրել եմ հողը և կանաչի ենք ցանել այսպիսի եղանակի պատճառով, սիրելիներս, հեշտ է, բաղադրիչները մատչելի, հեշտ, արագ և համեղ ստացվում է, այսօր էլ տան մեջ գործ ենք անում, դռներն են տեղադրում, ընթացքում, սիրելիներս, գնալու ենք, որոշեցի թխեմ, որպեսզի սուրճ խմենք գաթայով, կթխեմ և միասին կգնանք, երբ որ կտեղադրեն արդեն թեկուզ 1-2 հատ, ես ցույց կտամ ձեզ, շատ շուտով, սիրելիներս, արդեն տա Աստված առաջ իմ խոհանոցից ձեզ եթերներ ցույց կտամ, դուրս կգամ եթեր, կավելացնեմ 5/3, ես մանրամասը կգրեմ, բաղադրիչները
Դուք ուշադիր տեսեք, հարգելիներս, ինձ մոտ այս բաժակը 200 գրամ է։ Անցած անգամ գաթամ, որ թխել եմ, շատ շնորհակալ եմ, լավ, բարի արձագանքների համար։ Շատ սիրելիներս հարցնում են, թե բաժակը քանի գրամ է։ Ես գրել եմ մանրամասը։ Եթե ինչ-որ բաց թողումներ լինի, ճիշտ եք անում, գրեք, ես կավելացնեմ, սիրելիներս։ Հիմա 5/3-ն էլ լցնեմ։ Ահա, հարկ լինի ընթացքում, սիրելիներս, դուք ձեր շաղաղելու ժամանակ արդեն պետք է զգաք, ինչպիսին է փափուկ պետք է լինի խմորը, այս խմորը չենք հունցում, ուղղակի պետք է հավաքենք։ Հիմա սաղ բաղադրիչները կլցնեմ, ավելի լավ է սեղանի վրա անեմ, կլցնեմ հիմա սեղանին, տեսեք, սա այսպես, ահա, վերջացրեցի, ես ինչքան գիտեմ, ձեզ բոլորը մանրամասը բացատրում եմ, ոչ մի գաղտնիք չեմ պահում ձեզանից, հարգելիներս, ես ինչ գիտեմ, նա էլ ցույց եմ տալիս, ավել բան չգիտեմ, ինչքան գիտեմ, դա էլ ձեզ ցույց եմ տալիս։ Հիմա այս թուղթը մարգարինի դեն չենք գցում, որպեսզի վերջում ծածկենք, ավելի փափուկ է լինում։ Հիմա ես մի քիչ ալյուր կլցնեմ սեղանին, ձեռքով անեմ։ Ահա, հիմա մեր խմորը այսպես շուռ կտամ սեղանի վրա։ Ահա, կհավաքեմ, այսպես բուրգի նման, կլորավում, կլցնեմ ձուն, ձվի դեղնուցը ավելի ճիշտ, ոչ թե ձուն ամբողջությամբ, ձվի դեղնուցը, կլցնեմ սմետանը, եթե ալյուրը չբավականացնի, կավելացնեմ, հարգելիներս։ Թթվասերը լցրեցի, հիմա մյուսը։ Սա մի քիչ բացեմ, մի պտղունց աղ, սա էլ, միշտ աղ ավելացրեք գաթայիներին, եթե պատրաստում եք, սա երկրորդը։ Մեծ սիրով, ուրախությամբ պատրաստում եմ, հաճույքով, որ լավ ստացվի, որ գեղեցիկ ստացվի։ Այսօր շաքարս ոչինչ, հարգելիներս, հետաքրքրվում եք, մի քիչ լավ է, 11 էր, 3, այսօր 9, հիմա ավելացնեմ վանիլինը և խորիզի մեջ կավելացնեմ, սկսում եմ հավաքել, աստիճանաբար, ահա, կամաց, հունցում եմ, կարող ենք ամանի մեջ էլ անել, դարձնում ենք փշրվող խմոր, ոչ թե կոկ։ Հիմա այսպես կհավաքենք, խմոր կդարձնենք, հետո նոր կդնեմ ամանը, որ հանգստանա։ Խմորը չեմ հունցում, ուղղակի մի թեթև այսպես հավաքում եմ, որպեսզի դարձնեմ կլոր գունդ, ձեռքերս էլ մաքրեմ, ահա, խնդրեմ, հավաքեցի, բուսայուղը դրել եմ, որպեսզի տարան բուսայուղ եմ, ամանը դարձրեցի մի կլոր գունդ, առանց հունցելու, հիմա բուսայուղը մի փոքր կլցնեմ ամանի մեջ, մարինես կգա, հիմա ինձ
օգնելու, խնդրեմ, բուսայողի Մարինե ջան, մի փոքր լցրու, ահա, լցրեց, ապրիմ աղջիկը, բավական է, հիմա գտնեմ ամանի մեջ, մի հատ լավ տարածեմ բուսայողը և մարգարինի թղթով կծածկեմ, հետո կավելացնեմ ամենօրյա պակետով կծածկեմ, կդնեմ սառնարանը, հարգելիներս, ես ասեմ, որ խմորը դուք տեսաք առանց սոդայի եմ պատրաստել, սոդա չեմ լցրել, թող 1 ժամ հանգստանա, հանգստանալուց հետո կպատրաստենք խորիզը և հիմա պատրաստում եմ գաթայի խորիզը, շաքարավազի վրա լցրել եմ հալած յուղ, ես չափաբաժինները կգրեմ անպայման խորիզին էլ, սիրելիներս, հիմա գթալով ցույց եմ տալիս, տեսեք, յուղը որ հալել եմ, անպայման հալեք, խնդրեմ մի քիչ տրորեմ, հիմա ձեռքով եմ անելու, ձեռքերս մաքուր, լվացած, այսպես լավ, շաքարավազն ու յուղը կդարձնեմ համասեր զանգված, որ լավ հալվեն, լրիվ շաքարավազը չի հալվի, հիմա 2 ձեռքով, բայց որոշ չափով կհալվի, կսպիտակի, կփրփրի և գաթայի խմորի մեջ, հարգելիներս, կոշտ չի լինի, որ գաթան մնում է, չէ, չորանում է, ոնց որ ամրանում է խորիզը, դա այդպես չի լինելու, այս գաթան ինչքան մնում է, այնքան ավելի փխուր է դառնում, ոչ չորանում է, ոչ էլ շատ համեղ է մնում և փափուկ, լավ տրորելուց հետո պետք է շաքարավազին և յուղին ավելացնեմ ալյուր, այնքան ալյուր, ինչքան հարկավոր է, ընթացքում ցույց եմ տալիս, թե երբ է պատրաստ խորիզը, խնդրեմ ավելացնում ենք ալյուրը, դուք էլ պատրաստելու ժամանակ արդեն կզգաք, թե ալյուրը շատ ալյուր պետք չի, որ շատ չոր լինի, թափվի խմորի միջից, խնդրեմ, լավ, նորից տրորում ենք, ավելացնում վանիլին, ինձ մոտ կիլոյով վանիլին է գնված, շատ անուշ համով վանիլին, այնպես մի բույր է գալի, չեք պատկերացնի, անուշ բույր, նորից ալյուրը, շաքարավազը, յուղը, բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք իրար, հիմա պետք է բռունցք անենք և բռունցքի մեջ արդեն, որ հավաքվում է, պատրաստ է, հեշտությամբ, հետո պետք է մշրվի, խնդրեմ, պատրաստ է, վերջ, էլ ալյուր հարկավոր չի, պատրաստ է մեր խորիզը, ահա, անցել է ուղիղ 1 ժամ, հիմա արդեն ուզում եմ խմորը գնդեմ, տեսեք, 1 գունդ է, չէ, պետք է բաժանեմ մասերի, հանեմ, ահա, տեսնում եք, խմորը պետք է կոկ չլինի, չէ, որ չենք ունցել, որ կոկ լինի, հարթ լինի, խնդրեմ, հիմա ալյուրը ցանեցի, տեսեք, ահա, հիմա մի թեթև, այսպես, շորտամ և կտրտեմ մասերի, բաժանեմ մասերի, 1, 2, այստեղ նայեք, տեսեք ինչ խմոր է, տեսնում եք, խնդրեմ, 4 մասի եմ բաժանում, քանի որ 1 գունդը կտրտած եմ անելու, 2-ը անելու եմ կլոր գաթա, երեխաները կլոր են սիրում, 4-ը կդարձնեմ 3, իսկ դուք կարող եք 4 գունդներ կտրտած թխել, հիմա գնդեմ, դնեմ թասի մեջ, նորից, նույն թասի մեջ խմորի, սա էլ բաժանեմ մասերի, դնեմ այս գնդի վրա,
կընտրեմ։ 3 գունդ։ Կթողնեմ մի քիչ էլ գնդերը կհանգստանան, մի 15 րոպե, շատ չէ։ Հիմա կծածկեմ նորից մարգարինի թղթով եւ տեսնում եք ցելոֆանով ամեն օրվա։ Ահա։ Թող մի քիչ հանգստանա 10 գնդերը 15 րոպե հանգստանալուց հետո հիմա պետք է գռտնակեմ։ Շատ փափուկ խմոր է, ալյուր եմ անում սեղանի վրա եւ սկսում գռտնակել։ Շատ լավ գռտնակվում է։ Կարող ենք շրջել վերև, ներքև։ Տեսնում եք ինչ փուչիկներ ունի խմորը, ընտիր խմոր է ստացվել։ Շատ լավ խմոր է։ Ուղղակի հավասար գեղեցիկ բացում ենք գունդը։ Ինչքան հնարավոր է մեծ ենք բացում։ Սաղ փուչիկներ են, ընտիր խմոր ստացվեց։ Էլաստիկ։ Մի քիչ էլ ալյուր անենք, շատ թեթև ցանում ենք։ Խմորը փափուկ է, որ չկպչի գռտնակին։ Հիշում եմ, որ թխում ենք այն ժամանակ այդպիսի գազօջախներ, ժամանակակից կամ դուխովկաներ չկար, կամ թոնրի մեջ կախկալով էին թխում, կամ էլ սովորական դուխովկայի մեջ։ Կիսուրս էլ էր շատ թխում, բայց ընտիր գաթա չէր ստացվում, շատ համեղ էր լինում։ Դե թոնրի մեջ էին երբ թխում կախկալները, աչքիս առաջը եկավ։ Շարում էին, ձուն քսում, դնում էին թոնրի մեջ, կարմիր, համեղ ստացվում էր, բայց շատ բարակ, չոր էր ստացվում։ Ահա, լավ բացում ենք։ Հետո կամաց արդեն որ 10-րդ, 9-րդ դասարան էի, տեսնում եք փուչիկները, ամբողջը փուչիկներ են։ Արդեն ունեցանք։ Մայրիկս շերտավոր գաթա էր շատ սիրում, ջերմուկով էր թխում, շատ ջերմուկ էր թխում, մածունով էլ էր թխում, ստացվում էր, շատ լավ ստացվում էր։ Հորաքույրս էր լավ թխում, հիմա հավասարաչափ տարածում ենք առատ խորիզը, ես կողքերը չեմ անում խորիզ, ծալելու ընթացքում, որպեսզի չթափվի։ Տեսնում եք, մի փոքր արանք եմ թողում, դուք էլ առատ լցնում եմ, որ քաղցր լինի, հիմա լավ երկու ձեռքով կսխմեմ։ Լավ սեղմում եմ, հիմա կսկսենք գեղեցիկ փաթաթել։ Վերևից բարձրանում ենք, ներքևից կներեք, բարձրանում ենք վերև։ Տեսնում եք, խորիզը չի թափվում, մի հատ գռտնակով համ կլայնացնեմ, երկարացնեմ, նոր կկտրտեմ։ Մի թեթև, այնքան որ մի քիչ երկարի եւ լայնանա։
Խնդրեմ։ Հիմա ծվի դեղնուցի վրա ավելացրել եմ բուսայուղ, մի լավ ծփեմ։ Սիրելիներս, քանի որ մենք խոսեցինք մեր հիշողություններից, թե մեր մեծեր ինչպես էին գաթան թխում կաղկալով եւ գաթայի երեսը բամբակով էին ձուն քսում, այսօր էլ ես նույնը կրկնում եմ, բամբակով եմ քսում գաթայի երեսի ձուն։ Հիմա կքսեմ, խնդրեմ, կտրելու եմ գաթայի գեղեցիկ դանակով, եզրինը կհանեմ եւ թեքությամբ գեղեցիկ կկտրտեմ։ Կարող ենք դանակով էլ կտրտել, բայց որոշեցի, որ կտրտեմ գաթայի դանակով, ինչպես մեր մեծերն էին անում ժամանակին։ Խնդրեմ, հիմա կշարեմ տապակի մեջ, դնում եմ տապակի մեջ, տեսնում եք, ծայրի մասը հետո կդնեմ, դանակով էլ եմ վերցնում, ձեզ ցույց տալիս, որ չի թափվում միջի խորիզը, տեսնում եք, դանակով էլ վերցրեցի, չթափեց, ձեռքով էլ, նշանակում է, որ ստացվել է համ խմորը, համ խորիզը։ Հիմա բոլորը կշարեմ եւ կդնեմ ջեռոցը եփելու։ Ընդհանուր վերջում ցույց կտամ կտրտած գաթան դրեցի ջեռոցը թխվելու, իսկ հիմա պատրաստում եմ կլոր գաթան, բացում եմ, ինչքան հնարավոր է շատ լավ խմոր է, էլաստիկ, փափուկ։ Հիմա խորիզը կլցնեմ մեջը, ես մի քիչ շատ եմ լցնում, ընդհանրապես քիչ եմ լցնում, բայց դե այս անգամ որոշեցի շատ լցնեմ, որ ավելի քաղցր լինի։ Կողքերը հավաքում եմ, դարձնում եմ կլոր գունդ, դնում եմ տապակի մեջ, դարձրեցի կլոր գունդ, մի հատ էլ սեղմում եմ, դնեմ տապակի մեջ, խոհանոցային սրբիչով կծածկեմ, կհասունանա, կթխեմ, սիրելիներս, նույնը կրկնում եմ երկրորդ գնդի հետ։ Պատրաստ է արդեն թթվասերով շատ համեղ բուրումնավետ գաթաները, որի բույրը ամբողջ շենքով մեկ տարածվեց։ Սիրելի հետևորդներ ջան, շնորհակալ եմ, որ դիտեցիք, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, մի գեղեցիկ գրառում գրեք, դրեք լայք, որպեսզի իմ ալիքը տարածվի եւ մեր հայկական խոհանոցի ուտեստները տարածվեն աշխարհով մեկ։ Սիրելիներս, այսօր ապրիլի 7-ն է եւ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ը իմ սիրելի հայրներ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ցանկանալով գարնանային թարմություն, անսահման սեր եւ երջանկություն։ Մնացեք խաղաղություն, մինչ նոր հոլովակ։